Մերոնք կետեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարևձեզ։ Վերջապես ինչպես, ասում են, ստացվեց։ Ինչ ստացվեց։ 3 միջազգային հարթակում Նիկոլ Փաշինյանին հարցողեցին Զանգեզուրի միջանցք խոսույթով եւ վերջինս մեր շատ սպասված պատասխանը վերջապես բարձրաձայնեց միջազգային հարթակից։ Ուզում եմ ողջունել Այսքանի տարի տանջվում ենք, հիշում եք են հայտնի մեր Բակաֆիլում, նու գավարի ժը մգո, գավարի մգո, Փառք Աստծո, այդպես էլ պիտի լիներ, ամեն ինչ այնուամենայնիվ էս կատակը դնենք մի կողմ իր ժամանակն ունի, պիտի հասունանա պահը և պիտի խոսույթը իր տեղում լինի, այդ իմաստով ճիշտ էր Նիկոլ Փաշինյանը, գուցե մի քիչ խիստ, դրա հետ կապված շատ կարճ երկու այսպես ասած բացահայտում, որ արեցին անունները չտամ, քաղաքական վերլուծաբանները, որ այդ հարցը հատուկ էին ասել այդ հանձնավորությանը Անգլիայի ներկայացուցչին Բրիտանիայի, որ բարձրաձայնի եւ հետնել այդպես։ Ասում են, ես վայ հոգի, բայց դա հնարավոր է։ Այստեղ ես հիշեցի Մարիցան ու Նապոլեոնը հայտնի դրվագը, երբ Նապոլեոնը ուզում է Մարիցային, ուզեն չուզեն, պիտի Մարիցան լինի Նապոլեոնինը, բայց լեհ ազնվականները ասում են, երբ որ արդեն քեզ կուզենա գրկել, դեռ չտրվես, Մարիցա, անպայման հարցրու, բա Լեհաստանի ճակատագիրը ոնց պիտի լինի։ Այ մեր 3 տարանի բերը այդ չունեն, նրանց համար շատ հետաքրքիր է, թե ասենք անգլիացի բրիտանացի ներկայացուցիչ այդ անգլիացին ոնց Նիկոլին նեղը կամ կեղտի մեջ կկոխի։ Այ մեր քաղաքական այդ կասկածները ես համարում եմ հիմնովին։ Մեր այսպես կոչված քաղաքականները գործում են իրենց շահերից ելնելով եւ ոչ երբեք հայրենիքի։ Պատկերացնում եք ինչ որ մեկը ուզենա որ պրովոկացիոն այդ հարցը տան։ Իշահ իրեն, ի վնաս գործող, ասենք թե կառավարչի, որ լապթափ են վրեն, որ ասեն, դե տես դու միջանցքի ես տվել։ Այո, միջանցքի հարցը փակված է։ Ծայրահեղ դեպքում այդ միջանցքը պաշտպանելու իրավասությունը մերն է, մեր երկրին է, մեր զինվորին է եւ մենք ազգովի պատրաստ ենք։ Այնպես ինչպես ժամանակին Նժդեհը չթողեց, որ ասած Հայաստանի սնուցող թոքերն են։ Մեղրին չի կարող վաճառքի ենթակա լինել, այնինչ ուզում էին ռուսները ժամանակին։ Եվ Նժդեհը հասավ միջազգայինորեն ճանաչման Մեղրիի Հայաստանի մաս, Զանգեզուրը Հայաստանի մաս, ու նոր թողեց ու գնաց։ Այսպիսին պիտի լինի հայրենասիրությունը, եւ ցավոք սրտի մենք այդ չտեսանք։ Այնուամենայնիվ, բրավո պատասխանի համար, դա չի նշանակում, թե կրթությունը նորաձև է։ Ես չմոռանանք, օրինակ ես լինեի Նիկոլ Փաշինյանի փոխարեն, այ բենարանով օրը 3 անգամ Ավինան Տիգրանին կծեծեի։ Բայց այդ հետո այդ ես չեմ, ինքն է, թող անի կամած հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի։ Այսօրվա հիմնական ասելիքս սա չէ։ Սա պարզապես երեկվա մի դրվագ, ինչը շատ կարևոր է մեր շուրջ քաշելու համար։ Մենք մեզ զգալու համար, որ մենք այո, այն ինչ ուզում են ներկայացնել, չէ, բեխի ծնգած բրինձ չենք։ Կարող ենք ասել եւ կարող ենք տեր դառնալ։ Սա շատ ավելի կարեւոր է։ Հիմա գանք տերների իրավիճակին, այն ինչ տեղի է ունենում։ Մի թշվառականի տեսքով նստացրել են Աջապահյանին եւ ուրեմն մի վայնասուն, մի ողբ է բարձրացել, որ լսեք Այս մարդը, Աստծո սրբազանին, այս ինչ են անում, Նիկոլ գետինը մտնես։ Հիմա ես ուզում եմ, ես մի ուրիշ բացահայտում եմ ուզում ձեզ անեմ, Աջապահյանի եւ Աջապահյանների հետ կապված։ Նախ ուզում եմ կարդալ շատ կարճ, թե ինչ էր ասել բառացի Միքայել Աջապահյան, arczepiskopos-ը։ Ինչ է ասում։ Ես ինչ եմ ասում, քանի անգամ ասի, բացեի բաց, ռազմական հեղաշրջումը պետք։ Պատերազմի օրերին ասի եւ նախագահներին ասեցի, Քոչարյանին եւ Սերժին։ Ասի լավ, դուք պարոն նախագահ Քոչարյան, 10 տարի նախագահ եք եղել։
Դրանից առաջ մի տարի, երկու տարի էլ վարչապետ, չէ, այդքան տարի էլ Ղարաբաղի նախագահ։ Դուք ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունեք, ոչ բանակում, ոչ ոստիկանություն, ոչ ազգային անվտանգություն, որ գան, ձեր կողքին կանգնեն եւ հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով է։ Սերժ, դու ավելի 10 տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա, որ չես տարել, հա, շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունես, ոչ ոստիկանությունում, ոչ ազգային անվտանգությունում, ոչ բանակում, որ հելել ես փողոց պատիվ ունեմ, մատիվ ունեմ։ Ռեալ պոլիտիկը ինչի մասին էր խոսում։ Էդի ռեալ պոլիտիկին է, չէ, որ ընտրությունով չի հնարավոր, պետք է հեղաշրջում։ Ուրեմն, եկեք մյուս երեսը տեսնենք։ Հոգևոր հովիվը, Շիրակի, Մարզի, տարպես հոգևոր հովիվը, հոգևոր մարդը, արքեպիսկոպոսը, ոչ թե ասում է նզովյալ լինես Քոչարյան, Սերժիկ եւ մնացած թափթփուկներ, այս ինչ օրը հասցրեցիք հայոց բանակը, որ ձեր գեներալները, նրանց զավակները նարկոտիկ վաճառելու համար դարձել են թշնամու լրտես, որ դուք այնտեղ բալասանյան վիտոններով, բանով հանձնում եք երկիրը Արցախը, ասում, էս անենք, որ Նիկոլի հերն անիծենք, էս անեց կտալու փոխարեն, էս Սրբազան կոչվածը ասում է հեղաշրջում արեք։ Սրբազանի միտքը ինչ է։ Սրբազանը շատ լավ գիտեր, որ այդ տարիներին ինչ դժբախտություն բերեցին բանակի գլխին, պետության գլխին։ Սրբազանը շատ լավ գիտեր յուրաքանչյուր անգամ կեղծվող ընտրությունների մասին։ Եվ Սրբազանը Քոչարյանին, Սերժին անիծելու փոխարեն կամ նրանցից այս անբարոյականության մթնոլորտը ստեղծելու համար պատիվ պահանջելու փոխարեն ասում էր մի հատ էլ հեղաշրջում արեք, վիզ նոլորեք ես Նիկոլի։ Այստեղ է ապշելու երևույթը, պատկերացրիք, չէ, չի ասում ես ինչ արիք, սրիկաները, հողաս, հայրենիքս, ես հոգևոր հովիվ եմ, ասում է հեղաշրջում արեք, որ սրա վիզ նոլորեք։ Են Սրբազանը, ում հոտից ռուսները գերի տարան ու տվեցին թուրքերին մեր հայ զինվորներին։ Են որ ասում է վանքի հավերն է ուտում, հիմա այս տեսակի Սրբազաններին է, արդ ինչ պիտի արվեր, ըստիս, եթե մենք ունենայինք կաթողիկոս, այս Սրբազանի հետույքը պիտի դաղեր, փիլոնազուր կարվեր, կամ խիստ նկատողություն, կամ ձայնը կտրի, աստիճանի չեսներ։ Բայց քանի որ Սրբազանն ու կաթողիկոս կրտիչը կամ կտրիչը թքած ունեն միմյանց բերանի մեջ, նույն տրամաբանությամբ են մտածում, հանգիստ խղճով ասում են, բա մի գեներալ չունեք։ Այս երևույթը պիտի մեզ զարմացնի։ Ըստիս իմաստ չունի այդ Սրբազանին դատել, նստացնել, չէ, մի քիչ տուգանք դրեք, որ ասում է առհամարեք թող ռադը քաշի գնա, դա ինչ Սրբազան։ Այնպես ինչպես այս Սրբազանի այս պահվածքը եւ այն մյուս Բագրատ Սրբազանի պահվածքը գալիս է այդ անպետք կաթողիկոսի լինելիությունից։ Հիմա որ շատերն ասում են Նիկոլ Փաշինյանը մեր եկեղեցու, ինչ եկեղեցի։ Եկեղեցին դա պատերն են։ Դա Աստծո տունն է։ Ներսի էությունը պղծված է, պղծվում է օրեց օր։ Այո, պղծվում է։ Մեկ անգամ էլ եմ հիշեցրել, պատմեցին, մի հատ ճշտեք, էլի, Կտրիչ Ներսիսյանի գյուղում, ասում են իր հայրը, Գրիգորը, հայտնի եղել Գիշ Գրիգոր Մակարոնով։ Սա ինձ այդտեղ գյուղացիք են պատմել։ Ուրախ կլինեմ, որ հերք են։ Ասում են ինչու են գիժ ասում, որովհետև հայրենական պատերազմի տարիներին իրեն գժի տեղ գնա, դրեց բանակ չգնաց։ Բայց հետո մահացել է, որպես իրենց գյուղի հայրենական պատերազմի վետերանների
նախագահ։ Էսա կտրիչի տեսակը։ Այսինքն եկեղեցին դարձրել են ընտանեկան բիզնես, պղծում են մեր հավատը։ Մեր հոգու մեջ թքում են։ Հոկտեմբերի 27-ին ընտրվեց կտրիչ Ներսիսյան կոչվածը կաթողիկոս։ 99-ի հոկտեմբերի 27-ին, երբ ազգային ժողովում Համասեռամոլ Նայիրի Հունանյանը կազմակերպել էր սպանությունները։ Հետո ազգային առաջնորդների թաղման ժամանակ, երբ կտրիչ Ներսիսյանը խաչը ձեռքին փորձեց մոտենալ Ռոբերտ Քոչարյանին, վերջինս այնպիսի հայացքով նայեց զզվանքով, որ այլ լակոտ գնաց տեղից ու ինքը վախից գնաց։ Եթե այնտեղ կաթողիկոս լիներ, խաչը պիտի տար Քոչարյանի գլխին։ Մեղատեր Աստված, այդ մեկ։ Շարունակությունը պիտի ինչ-որ կերպ մենք հասկանենք, այս ինչ արեցին, բայց չէ, սա վախեցավ բիզնեսից ընկնի, սա բիզնեսն է։ Եվ մեզ պետք է այդպիսի կաթողիկոս թե չէ, ուրեմն ուղիղ զուգահեռներ կա այս տիպի, այս տեսակի հայրենադավ եկեղեցականների ամբոխից եւ այսօրվա, երեկվա ու այսօրվա։ Տեսեք, ես մեկ կատակով այս Պետրոս կաթողիկոսին ասում եմ գետաձի, գետադարձ։ Էդ էլ ասում են գետադարձն է եղել, որովհետեւ երբ որ ինքը աղոթք է արել, գետը հետ է վերադարձել եւ այլն, այս ըշությունները պատմում են, դե հիմա առասպել է։ Տես ինչ է արել Պետրոս գետադարձը։ Աթոռակալության սկիզբը Պետրոս գետադարձի համընկնում է անի Բագրատունյաց թագավորության ճգնաժամի հետ։ Երբ հայոց Գագիկ Ա թագավորի մահից 1020 թվականից հետո նրա երկու որդիների Հովանես Սմբատի եւ Աշոտ Դ-ի միջև գահակալական կռիվներ են ծագել։ Այդ պայքարում Պետրոս գետադարձը կամ գետաձին աջակցել է Հովանես Սմբատին։ Վեճը կաթողիկոսի եւ իշխանների միջնորդությամբ 1021 թվականին հարթվել է երկրի մասնատմամբ։ Անին շրջակայքով անցել է Հովանես Սմբատին, իսկ թագավորության մնացած մասը դրուտ աշխարհը Աշոտին։ Դեռ շարունակությունը չեք տեսել, թե ինչ արեց այդ գետադարձ կամ այդ գետաձի կաթողիկոսը։ Տեսեք, 1022 թվականին Բյուզանդական զորաբանակի ներխուժումը Բագրատունյաց Հայաստան կանխելու նպատակով Հովանես Սմբատի կարգադրությամբ Պետրոս Ա գետադարձը Տրապիզոնում Վասիլ II կայսրի հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն անի թագավորությունը Հովանես Սմբատի մահից հետո անցնելու էր կայսրությանը Բյուզանդիային։ Այսինքն կաթողիկոս, ով կողմ է բռնել երկու որդիների կռվի մեջ, մեկի կողմն է բռնել, թուլացրել, նպաստել պետության թուլացմանը, պատկերացնում եք, թագավորությունը կիսվել է, հետո էլ բանի բանալիները տվել է Բյուզանդիային։ Այդքան բան։ Այսօր որ Չալդրի բանի հայությունը կան, նոր Նախիջևանի Ռոստովի մարզի, նրանք այդ անեցիներն էին, ովքեր իրանց սրբազան մի քանի խաչքարը վերցրած, հասել էին Ղրիմ, հետո այդ նույն խաչքարը, երբ Եկատերինայի ժամանակ, ուրեմն հարավային շրջանները պաշտպանել էր Պետ Ռուսաստանի, այդ հայերին բերեցին նոր Նախիջևանը ստեղծելու այնտեղի պաշտպանությունը կազմակերպելու։ Ահա գետադարձի կամ գետաձի եւ կտրիչի ու կրտիչի նմանությունը, եթե կուզեք։ Ես այլ կռիվ եմ երբեմն անում, ասում եմ այդ փոխարինողներին կամ այդ կռիվը տանողներին, փորձեք այնպիսի արժանապատիվ տղեր գտնել, որ փոխենք այդ աղբը։ Այո, պետք է փոխել։ Եվ եթե մինչ այդ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, պետք լինի, չգիտեմ, ամուսնացյալ քահանա գա, այդ ընթացքը միջև ընտրություն տեղի կունենա, մեկը հսկի այնտեղ վեհարանը եւ այլն, ես ուզում եմ այդ ամուսնացյալ քահանա տղա լինի, տղա բարիս մաքուր իմաստով, չէ, այն որ ասում են ապե, չէ, այդ իմաստով չէ, ճշմարիտ մարդ, որ չի ասի երեկ ինձ ուղարկել էին
5 անգամ ինչ որ մեկի առնանդամը սրբադասելու, ես չուզելով գնացել եմ։ Չէի ուզում չգնայր։ Ես չեմ ընդունում, չեմ կարողանում դա ընդունել։ Այստեղ է թաղված շանգլուխը իմ անհամաձայնության հետ։ Բայց որ այս Միքայել Աջապահյանները, Կտրիչ Ներսիսյանները, Բագրատ Սրբազանները եւ մյուսները իրենց հոգում հող հայրենիք չունեն։ Հազարներով զոհ ենք տվել, պարտվել ենք, պարտության պատճառը լավ գիտեն, որ ստահակներն են, դիմում են այդ ստահակներին, ասում են, այս ստահակներ մի հատ էլ հեղաշրջում արեք էլի, Ռոբիկ ու Սերժիկ, բա դուք մարդ չեք, բա մի նախագահ չունեք, մի չգիտեմ, գեներալ չունեք, արա ձեզ սպանանող, սպասարկող, մորթեք, արա այս երկիրը։ Բա այսպիսի սրբազաններ ու կաթողիկոս հայ ժողովրդի որ մասին է պետք։ Հաստատ անգամ այն մասին պետք չի։ Սրանց պետք է ճանապարհել։ Ում դուրը գա, ում դուրը չգա։ Այս ողորմելի խառնամբոխը իրավունք չունի մեր հոգու թարգմանը լինելու։ Մեր անունից, մեր, չգիտեմ, հերոսների ու մեր ժողովրդի ու մեր երկրի համար աղոթք նայելու։ Աղոթքը, որ իմանային ինչ է, այսպես չէին բարվի։ Եվ հիմա, իհարկե էլի եմ ասում, իմաստ չունի, ով է Սրբազան Միքայել Աջապահյանը, շունը հաչի քարավանը քոչի, բացահայտել եք ինչ ունի, բաց թողեք թող կորչի գրողի ծոցը, նրանք ինչ են իրենցից ներկայացնում։ Մի հատ էլ հերոս եք սարքում։ Ուրիշ բան պետք չի, բայց որ սրանք չեն կարող մեկնել մեր եսը, մեր հոգևորը, մեզ հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությունը դա փաստ է։ Այստեղ է, որ մենք պիտի մեկ լինենք։ Հայոց կաթողիկոսորանը պիտի մաքրվի։ Այո, այսպիսի սրբազաններից, այսպիսի կաթողիկոսից, այսպիսի շանորդիկից պատկերացնում եք կաթողիկոս կոչվածը ամեն կեղծված ընտրություններից հետո գնաց ու շնորհավորեց կեղծողներին։ Հիմա էլ պարտությունից հետո պարտություն ստեղծողներին ասեց մի հատ էլ հեղաշրջում արեք։ Գնաց ու մի հատ էլ այն երկրի նախագահից կապ չունի, հիմա Պուտինն է։ Պուտինի նման մարդասպանից, ով Արցախը հանձնել տվեց, ով Արցախը վաճառքի առարկա դարձրեց, ով հայ զինվորին իր գեներալների ձեռամբ գերի տվեց Թուրքին, որ միջև օրս տանջվում են, գնաց ու դրանից մի հատ էլ իդա մեդալ իմ դոշին շքանշան վերցրեց։ Դա մեր ինչի կաթողիկոսն է։ Ինչու այսքան ասացի, ճիշտ նացանաթ մտածում էի, խոսեմ, չխոսեմ, բայց պետք է տեսնենք տողատակը ինչ ունենք։ Դեր տնենք մի կողմ, վայ աման ասել է հեղաշրջումը չի եք մարդուն բռնում, չէ, ինչ դեպքում հասել հեղաշրջում, ում ասել հեղաշրջում, ովքեր հեղաշրջեցին, որ մենք Արցախը կորցնենք, ովքեր պղտեցին Եռաբլուրը, նրանց ասում է, արա բա մի երկու գեներալ չունեիք, էդ էլ անեիք բրցնեինք էլի։ Այնպես որ թե եկեղեցու սպասավորներ են ազնիվները պիտի ոտքերը գետնին տան։ Թե այդ մարդիկ պիտի իմանան կտրիչա, կարտիչա, ինչա, իրենք տեղ չունեն հայոց եկեղեցում և չեն կարող ունենալ։ Էլ չասեմ, գողացած քարով եկեղեցի սարքեց կտրիչի աղբերը։ Իրենք ընտանեկան բիզնես են սարքել։ Մոսկվայի հայտնի եկեղեցին քարը գողացան, խաբեցին քարատիրոջը, սննկացրին, փողը չտվեցին և գողացած քարով Աստծո տուն կառուցեցին։ Այս նախրից եթե չպրծնենք, այո մենք ոչ միտեղ չենք գնալու հոգևոր մասով։ Այն հիմարությունները բայ աման բան, ինչ կաթողիկոս, ինչ բան։ Աստծուն խափող մարդը, Աստծուն երդում տվող մարդը ու խափող մարդը ոնց կարող է մեր հոգևոր առաջնորդը լինել։ Ինչով է ինձանից տարբերվում։ Եթե ես սովորական մահկանացու լինելով կարող եմ անպարկեշտ ապրել կամ ապրում եմ անպարկեշտ ձեռս ընկած կինը
քորոփուտ չեմ անում։ Եվ նույնն անում է կաթողիկոսը ինձանից ավելի բետար։ Էլ նա իմ ինչի կաթողիկոսն է, ես ում հավատամ։ Ես ում տեսնեմ օրինակ, որ այդ վարքով չապրեմ։ Այն պիղծ արարածը նստած է վեհարանում, վեհապար է աթորել։ Վերջ դրանով ամեն ինչ ասված է։ Կամ մենք չենք ունենա այդպիսի կրտիչ ու կտրիչ, կամ մենք դրան արժանի ենք։ Կամ պարուրի սևակին մեկ-մեկ նենգա փոխած ասում եմ, կամ մենք քիչ ենք, բայց մեզ էտել է շատ։ Ամեն ինչ միևնույնն է, լավ է լինելու, կհանդիպենք։